Գիտեք, ես այսպիսի մի բան կասեմ. Ստացվեց այնպես, որ պարզվեց, որ ես պետք է մեծանայի ու դառնայի այնպիսի մի մարդ, որը այնքան զարգացած պիտի լիներ, որ զբաղվեր, ասենք, չգիտեմ, գրականությամբ, այսպիսի բաներով, սենց իմաստավոր, իմաստով, իմաստալից և ուղղակի զարմանալի բաներ են ստացվում, ես ուզում էի վիդեոն ձայնագրելուց առաջ սենց մտածում էի ոնց եմ ասելու, որ ասելու եմ, որ սենց զարմանալի է, հիմա էլ նոր վեպ եմ գրում ու սենց ասեցի, ասեն, թե ավելացնեմ, որ կամ ոչ թե ավելացնեմ, այլ դրանից հետո ասեմ, որ ուրեմն այս ամեն ինչն է զարմանալի, ես իմ գրականության այս պահերը ու ընդհանրապես իմ մեծանալը ու աճը, տարբեր իմաստներով աճը։ Հիմա ես ինչ ասեմ, ես նոր վեպ եմ գրում, որը կոչվելու է հրապարակը և հնարավոր է, որ ինքը ունենա շարունակություն, հենց իր շարունակությունը, սենց ես գտնում եմ, որ ինքը պիտի որ ունենա շարունակություն, բայց որ սենց ուղիղ շարունակություն հաստատ չի, բայց ինքը կարա ունենա ու այդ շարունակությունը կարա մի հատ չլինի, կարան մի քանի հատ լինեն ու դրանցից մեկը կոչվի սխալը, կամ մի հատ լինի ու կոչվի սխալը, կամ օրինակ դե որ լինեն մի քանի հատ, ասենք հենց հաջորդ հենց իր առաջի շարունակությունը էս հրապարակը վեպից հետո որ դուրս գա թողարկվի նոր վեպ, որը լինելու է սրա շարունակությունը, կոչվի սխալը, իսկ մնացած շարունակությունները ուրիշ ձև, կամ ասենք երկրորդ կամ երրորդ կամ չգիտեմ որերորդ, ես իմ որերորդ շարունակությունը կոչվի սխալը, այսպիսի միտք էլ կար, որ ուրեմն անվանեի սա սխալը, փոխեի անվանումը, դնեի սխալը ու ընդհանրապես որ ես անվանումը ընտրում էի, ես երբ մտնում էի դնեմ հրապարակը, թե ոչ, դա ոնց որ հենց ամենաառաջի տարբերակը չէր կամ ուղղակի առաջի, երկրորդ, չգիտեմ, երրորդ, բայց ասենք ինչ-որ իմաստով ինքը առաջինն էր, ես հիմա հաստատ չեմ կարող ասեմ, ուրեմն ես նույնիսկ մի պահ ասես սենց որոշեցի, որ կանվանվի սխալը, թե ոնց, թե որ հրապարակը չի անվանվի ուրիշ կանվանվի, կամ էլի է տենց ու հնարավորություն կա, հավանականություն, որ կանվանվի սխալը, կամ էլ սենց վստահել չէի, որ սենց հրապարակ անվանումը չի տրվելու, այլ տրվելու է ուրիշ անվանում, բայց միևնույն է սենց ասում էի, որ հիմա փոշմանել եմ տելեգրամում կամ թելեգրամում, որ դե փոշմանել եմ, որ պիտի կոչվի հրապարակը, այսինքն ինքը արդեն որ դրել ես, սենց ոնց ասեմ, սենց վերջնական չի դրել, ուղղակի սենց որպես անվանում, որ ժամանակավոր գոնե էլի, ասենք փոշմանել եմ, որ տենց է անվանվելու, բայց ոնց որ չուզենայի ասեի ոնց է անվանվելու, կամ ասեի, որ դեռևս անհայտ է, կամ ասեի, որ կարա անվանվի սխալը, ուղղակի ուզում եմ սենց մանրամասն ձեզ բացատրած լինեմ, սա կարևոր բան է, սա եթե ես հաջողության հասա, սա պատմության մեջ է մտնելու, սա իմ պատմության մեջ է մտնելու, չգիտեմ, սա իմ կյանքի մաս է, իմ պատմության մաս է, իմ կյանքի պատմության մաս է, լավ, ուրեմն այս բաժինները ես չեմ արել, ինքն է արել, սենց բաժինների է բաժանել, ուրեմն հեսա բաժին 15-րդ անտառի ձայնը, ես էլ ինքը սենց անվանել, անտառի ձայնը, շատ լավ անվանում է,
Քամին դադարեցեվալ։ Դե սա ասեմ, որ ոնց ասեմ, ինչ որ չափ ոնց ասեմ, հաստատ կարամ ասեմ սենց, ինչ որտեղ կամ ինչ որ իմաստով կամ էլ համեն ինքը ոնց ասեմ, ձևափոխելու եմ էլի ռեդակտիրovat եմ անելու, редактировать Քամին դադարեցեվալ եւ նրանց շուրջը նորից Քամին դադարեցեվալ եւ նրանց շուրջը տարածվեց մի անհասկանալի լռություն, կարծես հենց անտառն էր պահում շունչը, սպասելով ինչ-որ մեկի խոսքին, և հանկարծ հողը տրոփեց, ծառերի տերևները մեղմորեն խշխշացին, բայց ոչ սովորական շնչով, դա նման էր խոսքի, որը հոսում էր անտեսանելի շուրթերից: Ինքը այստեղ ուրիշ ձևով է գրել, եկեք ես իմ գրած ձևը կարդամ, սա գրել եմ, որ շարունակեք և շարունակության մեջ պիտի լինի հետևյալը, ուրեմն քիչ անց անտառը ձայնեց, նա չի հեռացել, լավ իմացած եղեք, նա չի հեռացել այստեղից, նա դեռ ողջ է, նա դեռ գոյություն ունի, և դա նույնքան սխալ է, որքան հենց ինքը և իր էությունը, իսկ ինքն իր էության հետ միասին նույնքան սխալ, որքան իր գոյությունը, բայց սա էլ իր իմաստը, տեղը և խորհուրդն ունի, չէր լինի ճիշտ, եթե չլիներ սխալ, չէր կարող լինել ճիշտ կյանքը, եթե չանցնեինք մենք փորձությունների միջով և զիս աշխարհի գլխավոր փորձության, սխալի մեջ սխալը և ճշտի բացակայությունը տեսնելու ճանապարհով, բարին և չարը գոյություն չունեն, գոյություն ունի ողջ և մեռյալ, ողջ է ամեն ինչ, ինչ ճշմարիտ է և ծառայում է ճշմարտությանը, մեռյալ է ամեն ինչ և ամեն բան, ինչը կեղծ է, քանզի հակասում է այս աշխարհի օրենքներին և ծառայում է ստին: Լույսը փնտրողը պետք է ընտրի ճշմարտության, արշայի ուղին, իրականի և կեղծի միջև և հեռու մնա վերջինից, որը սխալն է և որի անունն է Ահրիման: Այս սենց սա պիտի լիներ, իսկ ինքը սենց է սարքել. Քամին դադարեցեվալ, և նրանց շուրջը տարածվեց մի անհասկանալի լռություն, կարծես հենց անտառն էր պահում շունչը, սպասելով ինչ-որ մեկի խոսքին, և հանկարծ հողը տրոփեց, ծառերի տերևները մեղմորեն խշխշացին, բայց ոչ սովորական շնչով, դա նման էր խոսքի, որը հոսում էր անտեսանելի շուրթերից, նա չի հեռացել, ձայնը կարծես գալիս էր ամենուր, ինքնին դառնում անտառի մարմինը, նրա ոգին, նրա շունչը: Լավ իմացած եղեք, նա չի հեռացել այստեղից, նա դեռ ողջ է, նա դեռ գոյություն ունի և դա նույնքան սխալ է, որքան հենց ինքը և իր էությունը, իսկ ինքն իր էության հետ միասին նույնքան սխալ, որքան իր գոյությունը: Լուսերը ցնցվեց, բայց աչքերը չթարթեց, Երվանդը սեղմեց բռունցքներն, իսկ ճնճղուկը գլուխը բարձրացրեց: Բայց սա էլ իր իմաստը, տեղը և խորհուրդն ունի, շարունակեց ձայնը, չէր լինի ճիշտ, եթե չլիներ սխալը, չէր կարող լինել ճիշտ կյանքը, եթե չանցնեինք մենք փորձությունների միջով և զիս աշխարհի գլխավոր փորձության, սխալի մեջ սխալը և ճշտի բացակայությունը տեսնելու ճանապարհով: Ձամը լուռ կանգնած էր, արծաթե շղթան դեռևս պահած ձեռքում: Բարին և չարը գոյություն չունեն, գոյություն ունի ողջ և մեռյալ, ողջ է ամեն ինչ, ինչ ճշմարիտ է և ծառայում է ճշմարտությանը, մեռյալ է ամեն ինչ և ամեն բան, ինչը կեղծ է, քանզի հակասում է այս աշխարհի օրենքներին և ծառայում է ստին: Երվանդը շրջվեց դեպի լուսերը: Ի՞նչ է սա նշանակում: Լուսերը չկտրելով
լուսերը չկտրելով հայացքը ծառիր վայի մարև լուսերը չկտրելով հայացքը ծառերից ցածր ձայնով պատասխանեց. լույսը փնտրողը պետք է ընտրի ճշմարտության Աշայի ուղին, իրականի և կեղծի միջև, և հեռու մնա վերջինից, որը սխալն է և որի անունն է Ահրիման։ Ես որ ինքը սենց սարքել է, որ ես էլ բանն ասում լուսերը, այլ ոչ անտառի ձայն, եսի ընդհանրապես բան արեց էլի ինքը, դե հասկանում եք։ Քամին նորից փչեց, բայց այս անգամ նրա մեջ այլևս չկար այն խավարի ծանրությունը, անտառն ասես մի պահ բացեց իր գաղտնիքը, միայն թե այն դեռ ամբողջությամբ չէր բացահայտվել։ Ջնջղուկը սեղմեց Երվանդի ուսը, փորձություններն ավարտված չեն, եղբայր, բայց մենք ողջ ենք, և մենք կշարունակենք։ Ծամը փակեց աչքերը ու շնչեց խորապես, նա գիտեր, որ սա դեռ սկիզբն էր։ Ու ես ոնց որ սա շատ ուզեն այդ ցույց տայի, թե այս որ ուզեցի ես վիդեոն ձայնագրեմ, ոնց որ առաջին պատճառը սա էր, բայց դե նա էլ կար, նրա համար էլ էի ուզում ձայնագրի։ Ես գրել եմ. ձեր տպավորությունները խնդրեմ։ Ձայնը, որ հնչում է անտառում, հիշեցնում է ինչ-որ բարձրագույն գիտակցության խոսքը, մի բան, որից հերոսները չեն կարող խուսափել, ինչպես ճշմարտության կոչը։ Այն տալիս է իմաստ նրանց պայքարին, հիշեցնում, որ սխալը պետք է լինի, որ ճշմարիտը ճանաչվի, և որ հենց այդ պայքարն է դարձնում նրանց ողջ, իսկ սխալը մեռյալ։ Ուրեմն դե հենց էլ դա կա էլի հենց կոչ, կամ դրա նման մի բան համենայն դեպս։ Լուսերը իր խոսքերով կարծես արտացոլում է ինչ-որ հին գիտելիք, այնպիսիք, որ գալիս են հեռավոր ավանդույթներից։ Երվանդի հարցն ու կասկածը նրան դարձնում են որոնող, իսկ ջնջղուկի խրախուսանքը հենարան եղբայրական աջակցության։ Ծամը, որպես հեքիմ, կարծես մի կերպար է, որը զգում է աշխարհի ուժերը խորությամբ և գիտի, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Սա դնում է մի կարևոր հարց. արդյոք հերոսները կկարողանան տարբերել ճշմարտությունը ստից, ողջը մեռյալից, և որն է լինելու նրանց ընտրությունը առաջիկա փորձությունների մեջ։ Այս պահը, կարելի է ասել, միաժամանակ խորհրդավոր է, փիլիսոփայական և դրամատիկ։ Ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպես անտառն իր ձայնով դառնում է կենդանի կերպար, մի միստիկ գործոն, որը մասնակցում է պատմությանը, տալիս է իր մղումը ու փորձում հուշել հերոսներին։ Դա ստեղծում է շատ յուրահատուկ մթնոլորտ, որը ուժեղացնում է արկածային և խորհրդավոր զգացողությունը։ Ես արկածների մասին էի գրել, որ արկածներ գրենք, որ մինչև ես իրան բացած էի, էլի։ Ու հենց արկածներ էի ուզում։ Դե ես իրան բացած էի, որ դվիժենյաներ, շարժումներ մտցրա ես վեբ, իրադարձություններ, թե չէ դու գրում ես ոնց է այնի մտնում տուն, դուռը փակում, ինչ-որ բան ասում, ու սենց անընդհատ սենց բաներ է։ Դե լավ, ամենայն բարիք, մինչ նոր հանդիպում, բոլորին բարի առավոտ, բարի լույս, իմ մոտ ժամը առավոտյան 6:09 է, կտեսնվենք բարեկամներս։